Քաղաքական տնտեսական համագործակցության հարաբերությունների հետագա ընդլայնում ժողովուրդների միջև։ Այսօր Վրաստանի վարչապետը եւ Սերբիայի նախագահը համատեղ հայտարարություն արեցին։ Նրանք քննարկեցին առևտրային, տնտեսական եւ ոլորտային համագործակցությունը, եվրոինտեգրման հարցերը, երկկողմ հարաբերությունները եւ այլ կարեւոր հարցեր։ Սերբիական կողմի առաջին նախագահական այցը մեր երկիր կարելի է գնահատել որպես երկկողմ հարաբերությունների շրջադարձային պահ, ասում է Վրաստանի վարչապետը։ Ալեքսանդր Վուչիչի խոսքով Սերբիայի Հանրապետությունը ճանաչում է Վրաստանի նվաճումները եւ Վրաստանի 2012 թվականից ի վեր ցույց է տալիս զարմանալի արդյունքներ։ Սերբիայում բոլորը գիտեն, որ Վրաստանի տնտեսական աճի տեմպը առաջին եռամսյակում կազմել է 9.3% եւ նմանատիպ տեմպ չկա Եվրոպայում ոչ մի տեղ։ Այդ իսկ պատճառով Սերբիան շատ բան է սովորում Վրաստանից։ Սերբիայի նախագահը կառավարության վարչակազմում հանդիպումից հետո տեղափոխվեց օրենսդիր մարմին։ Ալեքսանդր Վուչիչը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ, որտեղ քննարկեցին վրաց-սերբական համագործակցությունը եւ այլ համագործակցության օրակարգում գտնվող կարևոր հարցեր։ Սերբիայի նախագահի այցի կարևորությունը շեշտվեց եւ այն անվանվեց պատմական, քանի որ Վրաստանի եւ Սերբիայի միջև տասնամյակների դիվանագիտական հարաբերությունների ընթացքում այս երկրի նախագահը երբեք չի այցելել Վրաստան։ Վրացական կողմը հույս ունի, որ այս այցը կնպաստի երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը։ Կողմերը քննարկեցին ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսի վերջերս արած հայտարարությունը, որի համաձայն Եվրամիության ապագա անդամներին կարող է չտրվել նույն քվեարկության իրավունքը, ինչը ներկայիս անդամներին։ Վրացական երթուղիներում կոռուպցիոն սխեմայի հետ կապված մեղադրանք է առաջադրվել 8 անձի, իսկ նախկին տնօրենին Դավիթ Պերաձեին մեղադրանք է առաջադրվել հեռակակարգով։ Այս մասին հայտարարել են պետական անվտանգության ծառայությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Ինչպես նշվել է ճեպազրույցի ժամանակ, վրացական երթուղիների նախկին ղեկավարները կոռուպցիոն սխեմաներ են օգտագործել իրենց ընկերություններում աշխատելու ընթացքում։ Երեք ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսման նշել է, որ Եվրամիությանը քննարկում է այն գաղափարը, որ Եվրամիության ապագա անդամները չեն ունենա նույն քվեարկության իրավունք, ինչը ներկայիս անդամները։ Գրում է Վրաստանի խորհրդարանի նախագահը սոցիալական ցանցում եւ նշում, որ անդամակցության անցնելուց հետո Վրաստանը, ինչպես մյուս նոր անդամ պետությունները, դեռևս կունենան Եվրամիության մյուս անդամներին նման պարտավորություններ, չնայած նրանք իրավաբանորեն չեն լինի իրենց հավասար։ Գործնականում սա նշանակում է, որ Եվրամիությունը կկարողանա որոշումներ կայացնել Վրաստանի ազգային շահերի համար էական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ առանց Վրաստանի, գրում է Շալվա Պապուաշվիլին։ Եվրամիության անդամակցության ճանապարհին Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ առաջին կլաստերի բացումը նշանակում է, որ 2023 թվականին թեկնածուի կարգավիճակ տրամադրելուց հետո երկու երկրներն էլ կանցնեն հարաբերությունների հաջորդ փուլ։ Գործընթացը ներառում է 5 կլաստեր։ Առաջին կլաստերի բացումը հաստատվել է Լյուքսեմբուրգում, որտեղ հավաքվել են Եվրամիության արտաքին գործերի նախարարները։ Եվրամիությունը նշում է, որ որոշումը կայացվել է երկու երկրների կողմից իրականացված բարեփոխումներին պատասխան։ Ընդդիմությունը կառավարությանը պատասխանատու է համարում այս փաստի համար, որ Վրաստանի համար ասոցացված եռակից ինտեգրման նոր փուլ չի բացվել։ Քաղաքական գնահատականների արժանացավ մեկ այլ հարց։ Սա Ֆրանսիայի նախագահի հայտարարությունն է, որին արձագանքում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Պապուաշվիլին արձագանքում է Էմանուել Մակրոնի Դոնալդ Թրամփի հայտարարությանը տված պատասխանին եւ ասում, որ երբ դու խոսում ես այլ երկրների հետ հավասարության մասին, բայց գործնականում նրանց երկրորդական ես համարում, միշտ կա ռիսկ, որ նրանք քեզ հետ նույն կերպ կվարվեն։ Ինչպես հայտնի է, Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չէ, որ որոշի, թե ինչ օրենքներ կունենա եվրոպացիներն ու ֆրանսիացիները։ Ֆրանսիայի նախագահը այս մասին ասել է Վրաստանի թափանցիկության մասին օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը մերժելուց հետո, նշում է Շալվա Պապուաշվիլին։
ԱՄՆ-ի նախագահը ասում է, որ 100% մաքսատուր կսահմանի ֆրանսիական գինու վրա, եթե Փարիզը չվերացնի ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների վրա գործող թվային հարկը։ Դոնալդ Թրամփի խոսքով ինքը անձամբ զգուշացրել է Ֆրանսիայի նախագահին։ Էմանուել Մակրոնը լրատվամիջոցներին ասել է, որ իր երկիրը չի զիջի սպառնալիքներին եւ որ ԱՄՆ-ն չի որոշում ֆրանսիական օրենսդրության հարցերը։ ԱՄՆ-ի նախագահը հայտարարում է, որ Իրանի հետ համաձայնագիրը անցնում է երկրորդ փուլ, բայց հերքում է այն տեղեկատվությունը, որ իր վարչակազմը քննարկում է Իրանի համար $300 միլիարդ հիմնադրամ ստեղծելը։ Դոնալդ Թրամփը այս խոսքերը արել է G7-ի գագաթնաժողովում։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն ներդրումներ չի կատարի Իրանում, այդ տեղեկությունները անվանել է ծիծաղելի։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Իրանի հետ կնքած համաձայնագիրը արդար է եւ լավ է։ Լրատվամիջոցներին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը խոսել է նաև անցյալ շաբաթ Իրանի հետ հարձակման մասին։ Իրանի նախագահի խոսքով ԱՄՆ-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը կարևոր է եւ չնայած վերջնական համաձայնությունը դեռևս չի հասել։ Մասուդ Փեզեշքինին ասում է, որ իր երկիրը պատրաստ է բոլոր սցենարներին եւ որ կառավարության գերակա խնդիրը կլինի Իրանի ժողովրդի շահերի պաշտպանությունը։ Ենթակառուցվածքային եւ շինարարական զարգացման նախագծերի ազդեցությունը տնտեսական զարգացման վրա։ Ենթակառուցվածքների նախարարը մասնակցել է այս թեմայով անցկացված ֆորումին։ Ռևազ Սոխաձեն ֆորումի մասնակիցներին ներկայացրել է նախարարության կողմից նախատեսվող եւ իրականացվող ռազմավարական ենթակառուցվածքային նախագծերին։ Քննարկումը շոշափել է ճանապարհային միջանցքների եւ հանրային ենթակառուցվածքների զարգացման ուղղությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցել ճեպազրույց պետական աուդիտի ծառայության եզրակացության վերաբերյալ ըստ մամուլի խոսնակ Նաթիա Յոսելյանի աուդիտի զեկույցի շուրջ տարածվում են սխալ մեկնաբանություններ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է եղել պարզաբանումներ տալ հանրությանը։ Նրա խոսքով զեկույցը չի նշվում օրենքի որևէ էական խախտում, ֆինանսական զիջումների չարաշահում, այլ չարաշահումներ, որոնք կարող են կասկածի տակ դնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության օրինականությունը ու ամբողջականությունը։ Կրթության նախարարը պարգևադրել է «Երբ վերադառնամ Աբխազիա» դպրոցական մրցույթի հաղթողներին։ Գիվի Միքանաձեն խոսել է կրթական նախաձեռնությունների կարևորության մասին, որոնք նպաստում են Աբխազիայի մասին իրազեկության բարձրացմանը, խաղաղ համակեցության ապագայի տեսլականի ձևավորմանը եւ երիտասարդների ներգրավմանը։ Մոտ 400 պետական եւ մասնավոր դպրոցների ավելի քան 2500 աշակերտ մրցույթին մասնակցեցին եւ 1270 ստեղծագործական աշխատանքներով